Բարև ձեզ։ Ողջույն, Մայիս ջան։ Okay, երեխեք, եկեք սկսենք, ընթացքում երբ որ միանան, ես կընդունեմ, հա։ Հիմա մենք ծրագրավորումը կրկնեցինք, վերհիշեցինք։ Հիմա անցնում ենք արդեն մեքենայական ուսուցման մոդելներին։ Առաջին հերթին ուզում եմ հիշենք, հիշում եք արդյոք մեքենայական ուսուցումը քանի ճյուղից էր բաղկացած։ Ես 3 հիմնական ճյուղի ենք բաժանում։ Ինչ-որ մեկը հիշում է։ Վերահսկվող, չէ, այդ առաջինն էր, կոչվում էր supervised, մյուս երկուսը որոնք։ Ասեմ, Հաստա Էլեն ջան։ վերահսկվող, չվերահսկվող, մեկ էլ բար։ Ամրապնդման։ Հա։ Ասում ենք supervised, unsupervised ու reinforced։ Ահա, հիմա գտանք ռեգրեսիան, որ նախորդ տարի լավ ունեցել, ինքը դրանց առաջինի մասակազմում։ Վերահսկվող ուսուցման, linear regression։ Հիշում ենք, որ վերահսկվող ուսուցումը բաժանում ենք երկու հիմնական մոդելների տեսակների, classification models ու regression models։ Իրանց տարբերությունը որն էր։ Ռեգրեսիան այն դեպքում ենք օգտագործում, երբ որ մեր կանխատեսվող փոփոխականը անընդհատ էր, իսկ classification այն դեպքում ենք օգտագործում, երբ որ մեր կանխատեսվող փոփոխականները դիսկրետ էին, ինչ-որ կլասերի էին բաժանում։ Օրինակ հիշում եք անընդհատ ու դիսկրետ փոփոխականների տարբերությունը որն էր։ Մայիս ջան, ինչ ենք անում։ Ուզում ես կամերան կարաս միացնես, այդպես պահես, բայց ուրիշների դեմքերը պահելու իմաստը։ Okay, երեխեք, հիշում ենք։ Անընդհատ ու դիսկրետ երեխեք չենք հիշում։ Մի հատ այդ կրկնենք։ Ահա, անընդհատ ու դիսկրետ փոփոխականների տարբերությունը որն էր։ Անընդհատ փոփոխականը կարող է ընդունել ցանկացած արժեք որոշակի միջակայքում, օրինակ կոտորակներն ու տասնորդականները։ Շատ ապրես, շատ ճիշտ է Մարիանա ջան, իսկ դիսկրետը Այն փոփոխականը, որ ունի կոնկրետ արժեք հենց, նրանք կարող են փաստվել։ Ահա, շատ ճիշտ, այսինքն այդ միջակայքում մենակ այդ երկու արժեքներն են, չէ՞, այսինքն օրինակ դիսկրետ փոփոխականներ կան, որ իրանք էլ կարան լինեն իրականում տասնորդական թվեր, ասենք եթե ես ուզում եմ գնահատել ինչ-որ բան, movie ranking-ներ եմ, հա, նայում, ասենք movie ranking-ները սովորաբար կեսով էլ կարան դնեն, ասենք կարամ ես նշանակեմ, ասենք 5 աստղից 1, 5 աստղից 1.5, 5 աստղից 2, 2.5, 3, 3.5, 4, 4.5 ու 5, հա, այսին այդ կեսերն էլ տատանվում են, բայց մենք հաստատ գիտենք, որ 1-ի ու 1.5-ի միջև ուրիշ ինչ-որ աստղ չկա, որ ես կարամ դնեմ, հա, 1.25 չեմ կարա, 1.15 չեմ կարա, իսկ անընդհատ փոփոխականների դեպքում Մարիանան շատ ճիշտ ձևակերպեց, որ միջակայքում, տվյալ միջակայքում իրանք կամայական արժեք կարան ընդունեն։ Okay, հիշեցինք երեխեք։ Այո։ Ահա, շատ լավ։ Հիմա գծային ռեգրեսիայից ինչ եք հիշում երեխեք։ Նախորդ տարի քննարկել եք քիչ թե շատ, եթե ինչ-որ բաներ հիշում եք։ Մոռանանք գծային ռեգրեսիան։ Եկեք հասկանանք, թե ինչ էր ուղիղը երկրաչափության մեջ։ Հիշում ենք, օրինակ, ուղիղը ինչ բանաձևով էր սահմանվում։ Y-ը հավասար էր ինչ։ Y-ը հավասար է x բան։ Ուղղակի x, y-ը հավասար է x-ը ուղիղների մի տեսակն է, ինքը բանը կոչվում է բանը parent function for linear functions, այսինքն իրանց ամենապարզ տեսակն է, հա, գծային այդ ֆունկցիաների, բայց բոլոր գծային ֆունկցիաները սահմանելու համար ասում ենք y հավասար է kx + b, հիշում եք տենց բան։
Այո։ Կան ինչներ, բեն ինչներ, այդ հիշում ենք։ Կան թեկությունը չէր, գործակիցներից ցույց է տալիս։ Շատ ճիշտ է, կան թեկություններ, իսկ բեն։ Իսկ բեն։ Y-ների առանցքի այդ կետը։ Հատման։ Հիմա եկեք այստեղ տեսնենք։ Տեսնում եք իմ էկրանը, այստեղ էլի մեզ մարդիկ են միանում։ Իմ էկրանը տեսնում եք, երեխեք։ Հա, երևի։ Հիմա տեսեք։ Եթե ես ուզում եմ ինչ-որ ուղիղ պատկերել, հասկացանք, որ այդ ուղիղը, ասենք երկու ուղիղներ իրարից ինչով են տարբերվում, իրանց թեքությամբ ու Y-ների հատման կետով։ Ինչի։ Որովհետև հիմա ես էլի ունեմ այս XY կոորդինատական համակարգը, այստեղ էլ O կետն է։ Հիմա տեսեք, սենց մի հատ ուղիղ եմ ուզում պատկերեմ, այս ուղիղը։ Մի հատ էլ սենց ուղիղ եմ ուզում պատկերեմ։ Համաձայնեք, որ իրանց թեքությունը նույնն է։ Իրանք նույն անկյան տակ են թեքված։ Այսինքն, եթե ես այստեղ անկյուն սարքեմ, սենց մի հատ էլ էլի հորիզոնական առանցք տանեմ, կամ էական տեղից, կամ ստեղից, կամ չգիտեմ, ու նույնն էլ անեմ սրա համար, հիմա մի հատ այսենց էլի հորիզոնական առանցք տանենք, եկեք էլ ուրիշ գույնով անենք, այսենց։ Այս անկյունը նույնն են լինելու։ Так, մեզ էլ ով էր միանում, ինչ-որ մեկը փորձում էր միանալ։ Okay, չէ, երևի։ Այս անկյունն ու այս անկյունը նույնն են լինելու, իրանց թեքությունները նույնն են, երեխեք։ Բայց իրանք հիմա ինչով են տարբերվում, ոնց ասենք, որ այս ուղիղը ոնց որ հենց էդ է, եկեք անուններ էլ կարանք դնենք, իր անունը դնենք A ուղիղ, իր անունը դնենք B ուղիղ։ Ոնց իմանանք, որ S-ը A-ն ու S-ը B-ն, եթե իրանք ունեն նույն թեքությունները։ Դրա համար միաժամանակ ինչ-որ ուղիղը իդենտիֆիկացնելու, նույնականացնելու համար օգտագործում ենք այդ slope ասվածը, որը որ այդ անկյունային գործակիցն է կամ թեքությունը, ու Y-ների հետ հատման կետը։ Տեսեք, հիմա իր Y-ների հետ հատման կետը S-ը, B-Y-ների հետ հատման կետը S-ը, այսինքն Y-ների հետ հատման կետերը տարբեր են, թեև թեքությունները նույնն են։ Կարանք նաև, ու տենց իդենտիֆիկացնում ենք, ասում ենք հիմա, եթե ունենք A-ի թեքությունը, այդ անկյունային գործակիցը, ու A-ի Y-ների հետ հատման կետը, հետևաբար մենք կիմանանք, որ այդ A ուղիղն է, որի հետ հենց առնչվում ենք։ Նույնն էլ B-ն, եթե ունենք B-ի անկյունային գործակիցը ու Y-ների հետ հատման կետը B ուղի համար, ուրեմն իդենտիֆիկացնում ենք B-ն։ Բայց կարող է նաև դեպք լինի, որ երկու ուղիղներ ունենան նույն Y-ների հետ հատման կետը, բայց տարբեր թեքություններ, օրինակ։ S ուղիղն ու S ուղիղը, այս էլ ասենք անվանենք C, ունեն նույն հատման կետը Y-ների առանցքի հետ, բայց ունեն տարբեր թեքություններ։ Հիշեցինք այս երեխեք։ Այո։ X + B, որտեղ կան slope-ն է, անգլերենում ասում ենք slope, B-ն y-intercept-ն է, y-intercept։ Ինքը հետագայում չգիտեմ, եթե օրինակ ուզեք ամերիկյան համալսարան դիմել կամ արտերկիր ինչ-որ համալսարան դիմել, SAT քննություն եք հանձնելու ու այստեղ օրինակ ամերիկյան գրականությունում այս k-ի փոխարեն օգտագործում են բանը m-ը, ասում ենք y equals mx + b, բայց դա տարբերություն չկա։ Ու իրան անվանում ենք slope, որը մեր անկյունային գործակիցներ։ Այստեղ ով է փորձում միանալ ու չի ստացվում։ Զավենը։ Okay, երեխեք, բոլորը ոնց որ միացել են, չէ՞ որ պետք է միանային։ Բացի բացականներից դե բնականաբար։ Այո։ Շատ լավ։ Հիմա, սա անկյունային գործակիցներ, անկյունային գործակից կամ նույն ինքը կարանք ասենք թեքություն։ Տեսել Y առանցքի հետ հատման կետը։ Եթե հայերենել գրենք Y առանցքի հետ հատման կետ։ Հիմա, այս ինչով էր կապված linear regression-ի հետ։ Տեսեք, ուրեմն մենք ունենք ինչ-որ տվյալներ, հա։ Ինչ-որ տվյալներ ունենք։ Ասենք, սենց շոր ծրված տվյալներ են։ Այս ամեն կետը համապատասխանում է մի հատ տվյալների զույգի, մի հատ XY կետի։
այս էլի x-ն է, այս y-ն է, այստեղ էլ o-ն է։ Հիմա այս ամեն մի կետը համաձայն եք, որ ունի x կոորդինատ ու y կոորդինատ, հա։ Այսինքն յուրաքանչյուր կետի ես կարող եմ անվանել x-ի, y-ի, այս y-ը ինչ են նշանակում։ Իրանց ինդեքսներն են։ Հիմա օրինակ այս ամենատակի կետը, չգիտեմ, s-ը ավելի ներքև, թե s-ը ավելի ներքև, ենթադրենք s-ը, իրան ես կարող եմ անվանեմ x1, y1։ Ուղղակի ինդեքսավորում եմ։ Հետո մյուսը, ասենց վերև բարձրանալով երևի s-ը, անվանենք օրինակ իրան x2, y2։ Այս երրորդը անվանենք x3, y3 եւ այլն, միջև գանք հասնենք այս ամենածայրի կետին, միջև x-ն y-ն, հա։ Քանի հատ կետ որ կան։ Այսքանը պարզ էր, թե չէ։ Այո։ Ահա, հիմա երբ որ մենք օգտագործում ենք linear regression, մենք ունենք ինչ-որ input-ներ, ինչ-որ մուտքային տվյալներ, որոնք անվանում ենք feature-ներ, հա, հատկանիշներ կամ փոփոխականներ։ Հիշում եք, մենք դրա մասին խոսել ենք էլի առաջին դասերից։ Ու ունենք output։ Output-ն էլ մեր կանխատեսվող փոփոխականն է, այդ predicted variable-ն է։ Մեր target variable-ն է, կարող ենք ասենք predicted, կարող ենք ասենք target, ինքն այդ թիրախային փոփոխականն է կամ կանխատեսման փոփոխականն է։ Հիմա ենթադրենք խնդիրը այսպիսին է, որ ուզում ենք հասկանալ, երբ որ ինչ-որ ուսանողներ կամ աշակերտներ հենց թեկուզ հանձնում են քննություն, ինչքանով է այդ քննության գնահատականը կախված այդ աշակերտների ուսմանը հատկացած ժամանակից։ Հիմա այս կետերն ենք ստացել, այսինքն օրինակ այս առաջին կետը ինչ է նշանակում այստեղ։ Այսինքն այս դեպքում մի քիչ այդքան իմաստ չի պարունակի, իմ ասած խնդրում, եկեք դրա համար այս բացասական արժեքները հանենք, որովհետև ոչ կարանք ծախսած ժամանակը բացասականով չափենք, ոչ էլ կարանք գնահատականը բացասական անենք, չէ։ Այդ ինչ վատ դեպք պետք է լինի, որ 0-ով չբավարարենք, բացասական դնենք, չէ։ Այս էլ հանենք։ Ահա, հիմա օգտագործենք մենակ այս բանը, դրականի մասը, հա։ Բայց դե դեպքեր կան, որտեղ որ բացասականն էլ ենք օգտագործելու։ Հիմա ուղղակի այսի ասած կոնտեքստում մենակ այս դրականն է, որ աշխատում է, չէ։ Այդ մասը հասկացանք ինչի, որովհետև տեսեք Excel-ը ես նշանակել եմ բանը աշակերտի ոնց որ պարապելու, այսինքն ուսման վրա հատկացրած ուսմանը հատկացրած ժամանակը ժամերով հատկացրած ժամանակը այստեղ գրենք ժամերով, իսկ y-ը աշակերտի քննության արդյունքը։ Մեզ թվերը այստեղ կարևոր չեն, կարևորը հասկանալ կոնցեպտը։ Արդյունքը։ Okay, հիմա տեսեք, ես ուզում եմ, ենթադրում եմ առաջին հերթին linear regression օգտագործելուց առաջ, որ իմ input-ի, այս x-երը մեր input-ներն են, մուտքային տվյալներն են, իսկ y-ները, բանը, prediction-ը, կանխատեսման փոփոխականն է, բայց ես ամեն դեպքում, ասենք researcher եմ, ինչ-որ հետազոտող եմ, ու ուզում եմ հասկանալ, օրինակ, եթե Հասմիկը այդ քննությանը կամ այդ գրավոր աշխատանքին պատրաստվելու համար ծախսել է, ասենք, չգիտեմ, 36 ժամ ընդհանուր առմամբ, որը որ համարժեք է 1.5 օրվան, հա, պարապելուն, բայց կարող է 36 ժամը, ասենք, ամեն օր ինչ-որ 2 ժամ, 2 ժամ, 2 ժամ, տես 18 օր, 2 ժամ, 2 ժամով Հասմիկը պարապել է։ Հիմա ուզում եմ հասկանամ, իր քննության գնահատականը ինչ կլինի։ Ուղղակի օդից կախված թիվ չեմ կարա, չէ՞ ասեմ։ Պետք է ինչ-որ նախապես ինֆորմացիա ունենամ դրա վերաբերյալ։ Օրինակ, դրա համար ես բան եմ անում, ասում եմ, okay, հիմա իմ ձեռքի տակ ես ունեմ ինչ-որ Հայաստանի 1000 դպրոցների երեխեքի վերաբերյալ տվյալներ, որտեղ որ ներկայացված է աշակերտի ուսման հատկացրած ժամանակը ժամերով ու աշակերտի քննության արդյունքը։ Ես կարող եմ այդ տվյալները վերցնեմ, այդ տվյալները մի հատ ուսումնասիրեմ, հասկանամ ընդհանուր օրինաչափությունը որն է, այսինքն երբ որ ուսման ժամանակը օրինակ տենդենսը որն է, երբ որ ուսման ժամանակը մեծանում է, աշակերտների քննության արդյունքը մեծանում է, թե հակառակը, օրինակ դուք ո՞նց եք կարծում,
ոնց է լինելու իրենց հարաբերությունը։ Երեխեք, լսում եք։ Երեխեք։ Ինչքան որ երկար աշխատի, այդքան արդյունքը բարձր կլինի։ Էդա չէ մեր կանխատեսումը։ Այո։ Ճիշտ է։ Ու տրամաբանականը այդ ենթադրել է։ Հիմա ես ուզում եմ իմանալ Հասմիկը, որ 36 ժամ ծախսել է ինչ-որ քննության պատրաստվելու համար, արդյոք իր գնահատականը ինչ է լինելու։ Ես չեմ ասում այդ 36 ժամի ընթացքում, չգիտեմ, իր գնահատականը նախորդ քննության հետ համեմատած բարձր է լինելու, ցածր է լինելու։ Ես ուզում եմ իմանալ հենց 36 ժամ աշխատելու դեպքում, սովորելու դեպքում գնահատականը ինչ է լինելու Հասմիկի։ Հիմա դրա համար սենց տվյալներ այդ, որ ես ասացի ունեի իմ ձեռքի տակ ենթադրենք, վերցնում եմ ու սենց իրանցից գրաֆիկ եմ կազմում, այսինքն այդ տվյալները ես ոնց ունեի, սենց աղյուսակի տեսքով գրած էր էլի։ Ստեղ գրած էր մեր x-ը, ստեղ գրած էր մեր y-ը, այսինքն ստեղ գրած էր օրինակ, որ այս մարդը ծախսել է 2 ժամ, քննությունը ստացել է, ասենք, բանից 10-ից 0։ Այս մարդը ծախսել է 3 ժամ, քննությունը ստացել է, ասենք 10-ից 1։ Այս մյուս մարդը ծախսել է 3 ժամ, քննությունը ստացել է 10-ից 2։ Ու էլի, սենց տարբեր ինչ-որ արժեքներ են ու պատկերացրեք, եթե 1000 դպրոցներից հավաքել ենք, ամեն դպրոցում, ասենք, չգիտեմ, ու դե բնականաբար դասարաններն էլ պիտի հաշվի առնենք, որ ձեր դասարանին մոտ լինի, ենթադրենք ավագ դպրոցներից ենք տվյալները հավաքում, այսինքն 10, 11, 12, որ տարիքային առումով էլ, դասերի բարդության առումով էլ համընկնեն, հա, իրար հետ, չգիտեմ, ենթադրենք, տենց մի 10,000 տող ունենք ստեղ, այսինքն ստեղ 10,000 աշակերտի տվյալներ են ու բան են 10,000 աշակերտի սովորելու ժամանակն է, այդ պարապելու ժամանակն է քննության համար ու 10,000 աշակերտի գնահատականն է։ Հիմա այս այդ ամեն ինչը սենց գրաֆիկով ներկայացնում եմ։ Այստեղ կլինի մեր x1, y1-ը ոնց ասեցինք, այս կլինի մեր x2, y2-ը ու տենց միջև 10,000-րդ։ Տենց եկանք, հասենք միջև x 10,000, y 10,000-ին։ Հա? Նո, այդ 10,000-ը բան է, ուղղակի կամայական թիվ եմ ասում, իրականում, ասենք, կախված է այդ մեր n-ից, հա, հիմա ես ենթադրեցի, օրինակ 10,000 այնտեղ տվյալ կա, հիմա n-ը բանն է, ամենամեծ տվյալների քանակն է ընդհանուր, այսինքն քանի սենց տողեր ունենք, էլի գրած։ Ես ենթադրեցի 10,000-ը, դրա համար գրեցի 10,000-ը, բայց եկեք չի ենթադրենք 10,000-ը, եկեք ասենք n-ը։ Հիմա, ինչ պետք է անենք, հիմա մենք ենթադրում ենք, որ մեր input-ների ու output-ի միջև կապը գծային է, linear է։ Այսինքն, այս linear regression-ի կարևոր կոնցեպտներից մեկն է, տեսեք, երբ որ մենք ասում ենք, որ օգտագործում ենք linear regression, այդ չի նշանակում, որ մեր feature-ների, որ մեր input-ների ու output-ների միջև կապը գծային է, ոչ, մենք ենթադրում ենք, որ գծային է։ Հիմա այս գրաֆիկին նայելով ինքը երևում է, որ գծի շատ նման է, ասենք գրաֆիկը կարող նաև սենց լիներ, չէ, ինչ-որ ուրիշ իրավիճակում, ենթադրենք, ասենք կարար, այսենց ինչ-որ բան լիներ, սենց էլ ինչ-որ կետերը գծեինք, սենց ինչ-որ բան ստանենք, ինքը կարանք ասենք գծային է, չէ, եթե հիմա այս տվյալների վրա մենք linear regression օգտագործեինք, շատ վատ արդյունք ենք ստանալու, հա, այս ավելի շատ ինչ է հիշացնում երեխեք։ Պարաբոլ, շատ ճիշտ է, այսին այս քառակուսայինի տեսքով կարանք չէ ներկայացնենք, ավելի ճիշտ կլինի, հա, ահա, հիմա այստեղ մենք ուղղակի ենթադրում ենք, որ գծային է իրանց կապը, հիմա գծայինի դեպքում ինչ ենք ասում, ոնց որ մեր նպատակն է, սենց մի հատ գիծ գծելը, հատ ուղիղ գծելը, այս ուղի հավասարումով, y-ը հավասար է kx plus b, որը ի դեպ մենք բան ենք անում, ստատիստիկայում գրում ենք որպես y-ը հավասար է beta 0 plus beta 1x plus epsilon։ Ինչի, տեսեք, beta 0-ն նույն beta-ն է, ուղղակի բան է, էլի, fancy նշանակումները, beta 1-ը նույն կանն է, բակասեք այս epsilon-ը ինչ է, ով կարագուշակի այս epsilon-ը, բա ինչ է, չենք վերջում մի հատ էլ epsilon ավելացրել, հունական մի հատ տառնոր, հունական է բնի, նո, երեխեք, հուսամ գիտեք, որ ալֆան էլ, բետան էլ, գամա,
այդ սիգմա, իրանք բոլորը հունական այբուբենից վերցված տառեր են, հա։ Էպսիլոնը այս կարդացվում է որպես էպսիլոն։ Այս էլ բետա է։ Այս էպսիլոնը ինչ ով գիտի։ Երեխեք։ Նարե ջան, կասես։ Նարե։ Okay, Նարեն մեզ երևի չի լսում, Լուսինե ջան։ Խնդրեմ կկրկնեք հարցը։ Հա, Նարե ջան, ինչ լավ որ լսեցիք։ Ասում էի, հիմա տես, ստատիստիկայում մենք այս ուղի հավասարումը ներկայացնում ենք որպես բետա 0 + բետա 1x + էպսիլոն։ Այստեղ բետա 0-ն նույն դերն է ինչ որ բետան, բետա 1-ը նույն դերն ունի ինչ որ կան։ Բայց այստեղ մի հատ էպսիլոն է ավելանում։ Հիմա այս էպսիլոնը ի՞նչ է։ Ինչի համար է։ Որտեղից եկավ։ Ազատ անդամ։ Ազատ անդամը էսա, բետա 0-ն է։ Այդ երևի մեծ հաստատուն թիվ է, էլի, պի-ի պես խոսքի։ Էպսիլոնը շատ, պարտադիր չի հաստատուն լինի, ինքը իրականում բանը մեզ ցույց է տալիս unexpected աղմուկը, հա, աղմուկ բառ օրինակ լսել եք noise, ասում ենք երբ որ տվյալների հետ ենք աշխատում, այնտեղ սխալանքների ամբողջություն կարա ստեղծվի, ասենք, չգիտեմ, կարող է ինչ որ այստեղ աղմուկը նրանից լինի, որ ինչ որ տվյալներ սխալ ենք գծել, ասենք, սենց աղյուսակով տված է, մենք սխալ ենք կետը դրել, ինչ որ տվյալներ լինի, ասենք, մեկը բացասական է հայտնվել, այս տվյալների մեջ, չնայած մենք, եթե կոնտեքստը հասկանում ենք, խնդրի հասկանում ենք, որ չի կարա ինչ որ մեկը բացասական քանակով պարապած լինի, էլի քննության համար, ամենակիչը, որ պարապում ես այդ քննության համար, 0-ն է, բացասականով չի կարա լինի, դրա համար օրինակ այդ կարա լինի սխալանքների մեջ, այսինքն այդ բոլոր սխալանքների, ինչ որ չնախատեսված սխալների ամբողջությունն է, հա, որովհետև իրական կյանքում այդ բան perfectly linear relationship ստանալը այդ մուտքային ու ելքային տվյալների միջև practically անհնար է։ Դրա համար ստեղ պետք է այս սխալանքների համար էլ, հա, այդ աղմուկի համար մի հատ փոփոխական պահենք, ինքն էլ է փոփոխական, հա։ Okay։ Okay, երեխեք, անցնենք առաջ։ Հիմա տեսեք, ես ուզում եմ այս գիծը գծեմ։ Ու դե բնական է, ասեցինք, կամայական գիծ գծելու համար մեզ պետք է իր թեքությունը ու մեզ պետք է իր բանը, իր y-ների հետ հատման կետը։ Հիմա համաձայն եք, որ y-ների հետ հատման կետը այս դեպքում էսա, թեքությունն էլ այս դեպքում էսա։ Ու եթե ես փոխում եմ թեքությունն ու y-ների հետ հատման կետը, ես փոխում եմ ուղիղը։ Հիմա ես ասում եմ, այս բետա 0-ն ու բետա 1-ը այնքան պետք է փոփոխեմ, որ ինքը այս տվյալները հնարավորինս լավ ներկայացնի ուղի տեսքով։ Հիմա եկեք մի հատ բան անենք։ Գանք այստեղ։ Դեսմոս գործիքին ծանոթ եք։ Այո, Շատ լավ է։ Այստեղ գրենք 2, 2, գրենք 3, 3, ասենք 4, 3 էլի, 5, օրինակ 6, 6, 6, 8, 8, 9, 11, օրինակ 10, 11 էլի, ինքան էլ գրենք 11, 12, 12, 13, 13, 14, 14, 14, ոյ, 14, 15, օրինակ տեսեք, բան արեցի, ասցի, ոյ, ստեղ 141 էի գրել, համաձայն չեք, որ այդ կարա սխալանք առաջացնի, ու բնականաբար, որ սենց բոլոր թվերի նայում ենք, այս բոլոր կետերն են, իրանք կոնցենտրացված են ստեղ, մի հատ էլ 1441, պարզա, որ ինքը ինչ-որ մի բան տեղ սխալ է գնացել, էլի,
Եթե բոլոր կետերը ստեղ են։ Հիմա տեսնում եք, որ ինքը մոտավորապես ձեզ ուղիղ չի հիշացնում երեխեք իր տեսքով։ Այո, ուղիղ է հիշացնում։ Ուղիղ է հիշացնում։ Հիմա տեսեք, օրինակ այստեղ, հենց Desmos-ում, այս edge regression tool-ը կա, որ սեղմում ենք վրան, ինքը տեսեք ավտոմատ ասում է linear regression։ Կա quadratic regression, երբ որ ինքը փորձում է իրան ներկայացնի այսպես պարաբոլի տեսքով, հա։ Կա այստեղ cubic regression, փորձում է ներկայացնի 3 աստիճանի տեսքով։ Տեսեք, fit-ը անում այս տիպի մոդելները, հա։ Այս մեր տված տվյալներին կա quartic-ը 4 աստիճանն է, եւ այլն եւ այլն։ Հիմա մեզ պետք է linear regression, այսինքն տեսեք, այս մեր ուղիղը, երբ որ մենք գծում ենք, ինքը չպետք է անցնի այս մեր բոլոր տված կետերի միջոցով, ընդհակառակը։ Ինքը ինչ պետք է անի։ Հիմա տեսեք, այս ուղիղը ինչի համար ենք առհասարակ գծում։ Եթե մենք ունենք այս բոլոր տվյալները, հա, ասենք ունենք մենք ես այդ 1000 հատ տվյալը ունեմ։ Հիմա ինչի՞ս համար է պետք առհասարակ ինչ-որ ուղիղ գծեմ, ինչ-որ prediction-ներ անեմ, եթե ես իրենց այս տվյալների y value-ները գիտեմ։ Ու y value-ներն եմ ուզում կանխատեսեմ prediction անեմ, բայց ինչի՞ սա պետք։ Պետք է նրա համար, որովհետև ես ունեմ այդ 1000 դպրոցներից ստացած տվյալները, բայց 1001-րդը ավելացավ, ես չեմ իմանալ որտեղ իրան ավելացնեմ։ Այդ 1001-րդ տվյալը հիմա ստեղ ավելացավ, հիմա ստեղ ունենք 15։ Այս 15-ի կոորդինատը ինչ է լինելու։ Լինելու է 15, լինելու է 16, լինելու է 17, ինչ է լինելու, ոնց հասկանանք։ Ու տեսեք, ստեղ մի հատ տվյալ էլ ավելացնում եմ, այս linear regression-ը արդեն փոփոխում էր։ Օգտագործում, այսինքն այդ նոր տվյալները կանխատեսելու համար, հա։ Հիմա դուք օրինակ երևի house prices dataset-ի հետ աշխատել եք, չէ՞, երեխեք տների գների կանխատեսման։ Երեխեք։ Երեխեք։ Չէ, չենք աշխատել։ Հա, չեք աշխատել, օքեյ։ Հիմա հասկացաք, բայց ասենք նոր տվյալ ստեղ ավելան, հա, օրինակ ասենք հիմա բանը ասեցինք, որ Հասմիկը 36 ժամ պարապել էր։ Հիմա իր գնահատականը ինչ է լինելու։ Ինչ հասկանանք էլի, այստեղ դրանից կախված ինչ է լինելու։ Դրա համար օգտագործում ենք այս linear regression-ը։ Ասում ենք, այս տվյալները մոտարկենք, հա, մի հատ ինչ-որ ուղիղով, որը որ հնարավորինս մոտ կլինի մեր այս բաներին, մեր այս կետերի y արժեքներին։ Հիմա տեսեք, իրականում, երբ որ ես ուզում եմ իմանալ 6 ժամ պարապած մարդը ինչ գնահատական է ստացել, ես այստեղ ունեմ, օրինակ մի 6 ժամ պարապած մարդը ստացել է գնահատական 6։ Բայց այս իմ ուղի վրա, եթե նայենք 6-ը, 6-ին համապատասխանում է 6.451113։ Նույնքը էլի մոտարկած է, ինչ-որ 6.45 ենթադրենք գնահատականը։ Այսինքն, այս մեր prediction-ն է։ Հիմա ըստ այս ուղի, ասում ենք, օքեյ, հիմա եթե ինչ-որ մեկը 6 ստանա, մոտավորապես իր գնահատականը լինելու է 6.45։ Հիմա ինչ-որ մեկը եթե ստացել է 5, ես այստեղ ունեմ մի հոգու տվյալ համենայն դեպս։ Այսինքն ինքը բոլորի բանը գնահատականը չի արտածելու, էլի։ Այնպես չի, տեսեք, օրինակ այստեղ մեկը պարապել է 14 ժամ, ստացել է 14, մեկը պարապել է 14 ժամ, ստացել է 15։ Հիմա դրա համար, ըստ մեր prediction-ի, եթե ուզում ենք նայենք 14-ը ինչ ա եղել, 14-ին համապատասխանում է 14.93-ը։ Ասենք 14 ժամ պարապած մարդը մոտավորապես ստանալու է 14.93 գնահատական։ Ու այս բոլոր գնահատականները ենթադրենք 20-ից է։ Հիմա տեսեք, այսինքն, այս իրական տվյալն է, այս իրական y-ի բանն է, label-ն է, հա, պիտակն է, որը որ մենք գիտենք, իսկ այստեղ մեր prediction-ն է։ Հիմա տեսեք, բակ ասենք, այս ամբողջ process-ը ոնց ենք կազմակերպում։ Հիմա եկեք հետ գնանք մեր, եղեք, ստեղից ինչ-որ հարցեր մնացին, թե հասկանալի էր ինչ էինք անում։ Չի, ամեն ինչ պարզ էր։ Տեսեք, հիմա մեր նպատակն է այս linear regression անելով, այս ուղիղը այնքան լավ գծելը, որ այս ուղից այս մեր իրական կետերի հեռավորությունը ըստ y-ների, այսինքն տեսեք, օրինակ այս y-ը 11 է, այստեղ y-ը 9.63 է։ Այս y-ների հեռավորությունը պետք է հնարավորինս կրճատենք, պետք է հնարավորինս իրար մոտ լինի, որովհետև ուզում ենք մենք մեր կանխատեսումները հնարավորինս մոտ լինեն իրական արժեքներին, բնականաբար չէ։
Տենց կուզենք լինի, որ հետո ինչ-որ նոր արժեքներ ստանանք, ասենք ինչ-որ աշակերտներ պարապել են ինչ-որ չափով, հասկանանք դրա կանխատեսումները ինչ կլինեն հնարավորինս ճշգրիտ։ Հիմա իրանց հաշվելու տարբեր ձևեր կան։ Օրինակ, այստեղ բան անենք։ Տեսեք, հիմա տեսնում եք, էլի, այս դեսմոսը ավտոմատ ցույց է տալիս։ Excel-ով էլ եթե աշխատել եք, կարող է տեսածի ներեք, հեսա նաև կհասկանանք ոնց ենք անում մեքենայական ուսուցման միջոցով։ Այստեղ հիմա ասում է R² հավասար է 0.98788, R-ը հավասար է 0.9894։ Ու այստեղ գրած է residuals։ Հիմա եկեք residuals-ը տեսնենք, այստեղ equation-ը հիմա մեր S-ա, մեր ուղի, տեսեք, հիմա բերել է 1 եկեք սոտիկի այս residual-ները հանենք, մի վարկյան, եկեք նորից սենց հանենք, residual-ները այս պահին մեզ պետք չեն, S-ա, մեր ուղի բանը, հա, հավասարումը, 1.0615x գումարած 0.09022256, այսինքն S մեր y-ների հետ հատման կետն է, հիմա եկեք ստուգենք, տեսեք, նույն այս թիվն է, իսկ այս թեքությունն է, այսինքն ինչ անկյան տակ է, ինքը այս ուղիղը, okay, այս սենց, հիմա հետ գնանք ստեղ, հիմա հասկացանք, այստեղ տեսեք, ես գրել եմ, քննության արդյունքը հավասար է բետա 0 գումարած բետա 1 անգամ ուսման վրա ծախսված ժամեր, հիմա պարզ գծային ռեգրեսիան ոնց որ տրվում է այլի այս բանաձևով էպսիլոնի մասին խոսեցինք, հիմա որն է մեր կորստի ֆունկցիան, mean squared error, այս անունը ինչ-որ մեկին ծանոթ է, երեխեք, Եղեք կապի հետ կապված խնդիր է, թե ուղղակի այսօր հոգնած եք, որովհետև սովորաբար ակտիվ եք։ Չէ, ծանոթ չի ոնց հասկացանք։ Հա, okay։ Հիմա mean squared error-ը հավասար է 1/n սիգմա y-ի մինուս y-ի, այստեղ տեսեք, սենց գլխարկ կա, իրան ասում ենք y-ի գլխարկ քառակուսի։ Հիմա այս ինչա նշանակում, եկեք էլի հետ գանք մեր բան։ Տակ ստեղ կարենք։ Եկեք լավ, ստեղ գանք։ Մեր գծագիր կանք, ու օրինակ ավելի հեշտացնենք այս կետերի քանակը, եկեք բան անենք, քչացնենք, որ ավելի լավ պատկերացնենք, այդտեղ ոյ, այդտեղ եկեք, սենց անենք, հիմա ստեղ մի քանի կետեր էլ սենց ավելացնենք, ստեղ էլ մի քանի կետեր ավելացնենք, վրան էլ կարող լինի մի քանի կետեր, հիմա, Մեր նպատակը հասկացանք, այն անելն է, որ այս գիծը հնարավորինս մոտ լինի մեր կետերին, չէ, ըստ y-ների, համաձայն եք։ Որովհետև այս գծի x-երը լրիվ նույնն են, ինքը y-ներն է կանխատեսում։ Հիմա տեսեք, նորից եմ ասում, այս կետը մեր իրական կետն է, օրինակ այս x-ի արժեքի համար, այս x, չգիտեմ, ենթադրենք 10-ն է, իրականում մենք պետք է ստանանք այս y10-ը, բայց մենք ստանում ենք, ըստ այս ուղի, ինչ-որ այս y10 գլխարկը, հա, իրա կանխատեսումը, գլխարկով մենք նշանակում ենք կանխատեսումը երեխեք։ Հիմա, ոնց հասկանանք, ոնց կարճենք այս հեռավորությունը, էլի, մեր նպատակն է այս հեռավորությունը կարճելը։ Հիմա կարանք այս հեռավորությունը առաջին հերթին հաշվենք, չէ, այս հեռավորությունը ոնց հաշվենք, օրինակ այս հեռավորությունը հաշվելու ես կարամ անեմ y10 մինուս y10 գլխարկ, համաձայն եք։ Հիմա ենթադրենք այս y10 օրինակ, չգիտեմ, ստեղ 8-ը, y10 գլխարկը 7-ը, իրանց հեռավորությունը ինչ կլինի, 8 մինուս 7, 1, չէ, համաձայն եք։ Հիմա, այս մյուսի հեռավորությունը հաշվեմ, այս մյուսի հեռավորությունը կլինի իրա ինդեքսով, ասենք, չգիտեմ, y11 հանած y11 գլխարկ։ Հիմա եկեք մի հատ էլ այս ներքևի կետերից մեկը նայենք, ասենք, այս մեկը, այս, ենթադրենք մեր x8-ն է, հա, մեր 8-րդ կետն է ենթադրենք, այստեղ մեր y8-ն է, այսենց, իսկ այստեղ մեր y8 գլխարկն է, մեր կանխատեսումն է, աստես ուղի։ Հիմա, իրանց տարբերությունը պետք է հասկանանք, իրանց տարբերությունը ինչ է լինելու։ Մենք տարբերությունը հաշվարկելու համար մեր իրական արժեքից ենք միշտ հանում մեր predicted արժեքը։
Հիմա իր իրական արժեքից եթե հանեմ մեր predict-ի արժեքը, ինչ կլինի ստեղ երեխեք։ S էր մեր իրականը, S էր մեր predict-ը։ Երեխեք, գիտեմ, որ դասը ավարտվեց, բայց եկեք վերջացնենք արագ։ Հա, 2 րոպեից է զանգը տալիս, օքեյ։ Դա եկեք էս նայենք։ Հիմա այս հարցինով կպատասխանի։ Որն է իրանց տարբերությունը։ Վայ, ստեղ 3-10-ից հանած y գլխարկ, y10-ից հանած y գլխարկ ու y8-ից հանած y8 գլխարկ։ Ինչով են իրանք տարբերվում։ Տեսեք, էս Որ մեկը կանխատեսում ենք, ինչ մանե ջան։ որ մեկը կանխատեսում ենք, Չէ, մանե ջան, տես, այս երկուսն էլ կանխատեսումներն են։ Այս գլխարկովները մեր կանխատեսումներն են։ Կանխատեսումները այս մեր ուղի վրայի կետերն են, հա, այս ուղի վրայի y-ի կետերն են։ Իսկ իրական արժեքները այս մեր գծած ամենասկզբի կետերն են։ Հիմա երբ որ անում ենք y10-ից հանած y10 գլխարկ, այս y10-ը իրական մեր արժեքն է։ Իրանից հանում ենք y10 գլխարկ, հանում ենք մեր կանխատեսման թիվը։ Հիմա տեսնում եք, այս y10-ն էր, այս էլ y10 գլխարկն էր։ Y10-ը y10 գլխարկից ավելի մեծ չի, որովհետև վերև է գտնվում, այս դրական թիվ է ստացվելու։ Իսկ այստեղ y8 ու y8 գլխարկ, y8 գլխարկը գտնվում է այս ուղի վրա։ Հետևաբար ինքն էլ բացասական թիվ է լինելու։ Հիմա տեսեք, եթե մեր նպատակն է այս բոլորի այսենց հեռավորությունները, հա, y առանցքից կարճելը, սենց, համաձայն չեք, որ այդ լրիվ նույնն է, ինչ որ ասեմ, այս կետերի ոնց որ հեռավորությունների գումարը պետք է հնարավորինս փոքր լինի։ Այսինքն եթե ես ուզում եմ S փոքր լինի, ուզում եմ S փոքր լինի, ուզում եմ S փոքր լինի, առանձին ամեն մեկը փոքր լինի, իրանց ընդհանուր գումարն էլ պետք է փոքր լինի, չէ՞։ Բայց այդտեղ ինչ խնդրի առաջ են կանգնում։ Բոլոր այն կետերը, որ մեր ուղից ներքև են, իրանց ու այս y կանխատեսման արդյունքները բացասական են լինելու, արդյունքները չեք, տարբերությունը բացասական է լինելու, իսկ բոլոր այն կետերը, որ վերև են, իրանց ու այդ ուղի վրա գտնվող կանխատեսումների տարբերությունը դրական է լինելու։ Հետո երբ որ ես այս դրականներին գումարեմ բացասականները, շուրջ 0-ին մոտ թիվ եմ ստանալու, իրանք իրար բան են անելու, կրճատելու են։ Հա, մինուսներն ու պլյուսները, որ իրար գումարենք, ինչ-որ բան են անելու, իրար ուտելու են արանքում, որովհետև գիտեն, որ զանգը տվեց, մանե ջան, վերջացնում ենք։ Հիմա այդ պատճառով մենք ասում ենք, կարանք այս հեռավորությունները քառակուսի դարձնենք։ Ու ես կարամ օրինակ գրեմ y10-ից հանած y10-ի կանխատեսման քառակուսի, իրան գումարեմ y8-ից հանած y8 գլխարկի կանխատեսման քառակուսի ու այս մյուս բոլոր կետերի համար էլ այդ նույնը հաշվեմ մեր իրականի ու կանխատեսման տարբերությունը քառակուսի բարձրացնեմ ու այս բոլոր արժեքները գումարեմ իրար։ Ու հետո իրանց միջինացնելու համար էլ բաժանեմ ընդհանուր մեր կետերի քանակի վրա, n-ի վրա, որը որ նշանակումով կլինի սա, այսը, ms-ին։ Okay, երեխեք ջան, եկեք այսքանը ուրեմն ստոպ տանք, մյուս շաբաթվանից դուք արձակուրդ եք, արձակուրդից հետո մեր դասերը կշարունակենք, արձակուրդի ընթացքում ուշադիր եղեք, ես նյութեր եմ հրապարակելու, տնային աշխատանքներ եմ տալու, որ անպայման կխնդրեմ անել, որ երբ որ վերադառնաք, հունվարի վերջին ամենայն հավանականությամբ միջանկյալ քննություն ենք ունենալու, այդ միջանկյալ քննությանը պատրաստվելու համար այս թեստերը ու իմ տեղադրված, չգիտեմ, տնային աշխատանքների նյութերը վրայով անցեք, ինձ հարցեր գրեք, մեյլով կամ Moodle-ով, ինչքան շատ հարցեր տաք, այնքան ձեր օգուտն է։ Ու հետո երբ որ վերադառնանք, արդեն իրար հետ էլ կրկնություն կանենք, ինչ որ թեմաների վրայով էլ կանցնենք ու հետո նոր արդեն միջանկյալը կգրենք։ Ու դրանից հետո արդեն կանցնենք մյուս կիսամյակի նյութերին։ Լավ երեխեք։ Շնորհակալություն, տեսնենք։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեզ էլ լավ տարի, հաջողություն։